Ժորժան, մեր երկրում կարիքավոր մարդիկ զրկվում են նպաստից, բազմազավակ ընտանիքներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, միայնակ մայրեր, հաշմանդամներ, թոշակառուներ, իսկ ոչ կարիքավոր մարդիկ արդյունքում ստանում են նպաստ։ Ոնց, որովհետև տեխնիկական այն ընթացակարգերը եւ բյուրոկրատական մեխանիզմները սոցապի ստեղծում է հենց այդ անարդարությունը սոցիալական։ Չէ, մարդը չի կարողացել ներկայացնել ինչ-որ թուղթ պակասում, հա, միանգամից զրկում են նպաստից։ Չեն ասում թոշակառու է, հիվանդություն ունի, հաշմանդամ է եւ այլն եւ այլն։ Այսինքն չեն մոտիկանում մարդուն ամեն մեկին որպես մարկային ճակատագրի, չեն խորանում, չեն ուսումնասիրում, բայց այն մարդիկ, որ կարողանում են շատ տենց հմուտ ներկայացնել փաստաթղթեր եւ ժամանակ առ ժամանակ կարող ենք ասել նաև շատ մարդիկ, ովքեր որ չունեն այդ նպաստի այդքան կարիքը, նրանց տալիս են, հա։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ստանում եմ հազարավոր նամակներ եւ ահազանգեր մեր քաղաքացիներից։ Եվ շատ անգամ հասկանում եմ, որ այս տեխնիկական եւ բյուրոկրատական մեխանիզմների պատճառով է սոցապի, որ իսկապես կարիքավոր մարդը չի ստանում այդ նպաստը եւ զրկվում այդ նպաստից։ Ես որպես կուսակցության նախագահ, որը ստանում է բազմաթիվ նամակներ եւ ահազանգեր մեր քաղաքացիներից, պատրաստվում եմ դիմեմ սոցապ նախարարին, որպեսզի վերանայի այդ ընթացակարգերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացուն սոցապը մոտիկանա որպես անհատի եւ ճակատագրի մարդկային եւ այդ մոտեցումները փոխի տեխնիկական կամ թուղթ չներկայացնելու պատճառով, չգիտեմ ինչ բան պատճառով, այդ ընթացակարգերի պատճառով նման մոտեցում լինի, չի կարելի։ Բաժանորդագրվեք իմ էջին, Ժորժ ջան, տարածեք այս տեսանյութը։